չկա, պաթոսը տեղնա, վсё, դուք պատգամավոր եք, էլ հարց չկա, էսա, շնորհակալություն բացահայտվեց այսօր իմ համար որոշ հարցերի պատասխաններ, իսկ հիմա հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, անցնեմ իմ հիմնական ելույթին։ Ես ուզում եմ կոնկրետ իմ հայրենակիցների հետ զրույցս ինչը որ առավոտվանից սկսել եմ շարունակեմ, որովհետեւ մեր հայրենակիցները հստակ պատկերացնեն, թե մեր նիստերը ինչու են այսքան երկար ձգվում եւ ինչու չի ավարտվում այս գործընթացը։ Նախ սիրելի հայրենակիցներ, սա մեր աշխատանքն է եւ մենք շատ լուրջ ենք վերաբերվում մեր աշխատանքին եւ այո, մենք պետք է շատ ուշադրությամբ եւ մեծ վերլուծությունների արդյունքում, քննարկումների հարց ու պատասխանի արդյունքում ընտրենք յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի տեխնացուին եւ բնականաբար համաձայն եմ, որ յուրաքանչյուր տեխնացուի պետք է բացել, հարցեր տալ, ելույթներ ունենալ, որպեսզի մեր հայրենակիցները տեսնեն, թե այս կամ այն տեխնացու ինչ սկզբունքով է ընտրվում։ Եվ մենք այս առումով ընդհանրապես որևէ խնդիր չունենք, պարոն Կարապետյան, երեք որ փորձում եք ասել, թե գուցե եւ մենք խորշենք, այսպես ասած, այդպիսի քննարկումներից, բնավ նման տպավորություն թող չստեղծվի, սա հաշվետվողականությունը նաեւ մեր հայրենակիցների հանդեպ, որովհետեւ մեր հայրենակիցները որովհետեւ այստեղ հստակ պատկերացնեն, թե որ տեխնացուն ինչի համար չի ընտրվել կամ ինչի համար է ընտրվել, որովհետեւ այստեղից դուրս գալուց եւ նաեւ դուք էլ կստանաք բավականին չափ հաղորդագրություններ մեկնաբանություններ, SMS-ներ, թե ինչու ընտրվեց այս տեխնացուն կամ ինչու չընտրվեց այս տեխնացուն։ Բնականաբար նաև ձեզ մոտ գուցե ձեր ընտրողները հարցեր բարձրացնեն, թե օրինակ իշխանական տեխնացուներից մարդիկ, որոնք որ հավուր պատշաճին ներկայացվել են, ինչու օրինակ դուք չեք ընտրել որպես հարկներ, մենք օրինակ մեր չընտրելու դեպքում բացատրությունները տվել ենք, թե օրինակ յուրաքանչյուր տեխնացուի դեպքում ինչով ենք առաջնորդվել, որ չենք ընտրել եւ այստեղ բնականաբար քաղաքական ուղղվածությունը ընդհանրապես կապ չունի եւ դա ապացուցում է այն հանգամանքը, որ Արամ Վարդեվանյանին մենք ուժեղ Հայաստանից ենք ընտրել եւ Լիլիթ Գալստյանին ընտրել ենք Հայաստան դաշինքից։ Տեսեք, տրամաբանությունը կայանում է նրանով, որ Ինչքան էլ ունենան քաղաքական հակասություններ, օրինակ Հայաստան դաշինքը մեր հետ 5 տարվա աշխատանքային փորձ ունի եւ հստակ գիտի, թե որոնք են մեր կարմիր գծերը եւ ինչի դեպքում մենք օրինակ չենք ընտրել, բայց իրենք իրենց մեջից ընտրեցին այնպիսի տեխնացու ներկայացնեն, որ անկախ են խորը քաղաքական հակադրություններին, որ մենք ունենք Հայաստան դաշինքի հետ, մենք այնուամենայնիվ մեր ձայնը տվեցինք Լիլիթ Գալստյանին, նույնը նաև ձեր տեխնացուին Արամ Վարդեվանյանին էր վերաբերվում։ Այնպես որ այս ելույթից սկզբում էլ Ես ասեմ, ինչպես որ նշեցի, արդեն տեսագրությունով հարցում եմ արել մեր հայրենակիցների շրջանում, օրինակ, թե ինչպես մեր հայրենակիցները կվերաբերվեն Լիանա Մանուկյանի տեխնացությանը։ Կարող եք դուք իմեջում էլ ստուգեք, կտեսնեք, որ ընդհանուր առմամբ այսպիսի մի հարցադրում է գնում, թե բոլորը հստակ ասում են, որ ընտրակաշառքով ընտրվածներին չպետք է ընտրել ցանկացած հանձնաժողովի նախագահ։ Դա կարող եք ստուգել իմեջում, ես ոչ մի մեկնաբանություն չեմ հեռացրել, կարող եք տեսել։ Սա բնականաբար ժողովրդի կարծիքն է։ Սիրելի հայրենակիցներ, ես ամբողջությամբ կիսում եմ ձեր կարծիքը, բայց նաև ձեզ պետք է տեղեկացնեմ, որ ըստ Տոնթի Բանաձևի այդ հանձնաժողովների նախագահությունը պատկանում է ընդդիմությանը, թվով 4 հանձնաժողով։ Իրականում այստեղ մի զավեշտալի փաստ կա, որի մասին եւս մեր հայրենակիցները նշում են, զավեշտը կայանում է նրանով, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած խմբակցությունը Հայաստան դաշինքին է պատկանում մարդու իրավունքների հանձնաժողովը, ասենք նույն նախադասության մեջ մարդու իրավունքներ ու Ռոբերտ Քոչարյան ընդհանրապես չեն տեղավորվում։ Նույն տրամաբանության Եվրոինտեգրում եւ ուժեղ Հայաստան նույն նախադասության մեջ չեն տեղավորվում։ Բայց այստեղ ելույթներից մեկին էլ պետք է անդրադառնամ անպայման, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, Այստեղ ելույթներից մեկի ժամանակ, այսինքն բազմիցս որ երրորդ անգամ եմ նկատում, որ ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորներից մեկը անդադ ելույթ ունենալուց սկզբից նշում է արժանապատիվ հայրենակիցներ։ Սկզբից մտածում էի, դե նորմալ է Հայաստանի Հանրապետությանը, բարդ քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներ, բայց դա հետո հասկացա, թե միտումը որն է այս մեկնաբանությամբ եւ ես ուզում եմ հարցով դիմել Տիկին Ղահրամանյանին։ Ես ճիշտ հասկացա, Տիկին Ղահրամանյան, երբ որ դուք ընդհանուր ընդդիմության ստացած այդ 600,000 ձայնը տված ընդհանուր ընդդիմությանը, կապ չունի Արամ Սարգսյանի կուսակցության են տվել, Հայաստան դաշինքին են տվել, ԲՀԿ-ն, բոլորը վերագրելով ձեզ,
այդ անձանց անվանում եք արժանապատիվ, իսկ 730,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ ընտրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության, անարժանապատիվ։ Այստեղ է մեր եւ ձեր տարբերությունը, որ 2018 թվականից իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ անկախ քաղաքական հայացքներից Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի մեր համար հպարտ, արժանապատիվ քաղաքացի է եւ նվազել է 1.4%-ով։ Ծայրահեղ աղքատությունը մի ծիծաղացեք 4%-ով, ներողություն, ճիշտ եք անում, որ ծիծաղում եք, 4%-ով է որտեղ նվազել։ Ծայրահեղ աղքատությունը 1.4%-ից հասել է 0.6%։ Եվ ես սա այնքան էլ հպարտությամբ չեմ ասում, նկատելի է երևի, որովհետև մենք շատ բան ունենք դեռ անելու, որ այս ցուցանիշները հասնեն մինիմալի, եթե ոչ 0-ի։ Աշխատավարձի եւ պարգևավճարի մասին։ Շիրազը Մանուկյան ասում է, որ իշխանական ֆրակցիան պարգևավճար է ստացել, ես ինչի տեղից արձագանքեցի, որովհետև իշխանական ֆրակցիան չի մենակ պարգևավճար ստացել, այն ընդդիմադիր ֆրակցիան էլ է ստացել, պարոն ուրեմն Մանուկյան, ձեզ հարազատ հանրապետականներին հարցրեք, իրանք էլ այնտեղ փոքր ֆրակցիային, իրանք էլ են այդ պարգևավճարը ստանում։ Հետո այդ համակարգում կառավարությունում եւ խորհրդարանում կան բազմաթիվ 100 հազարավոր, քանակը չգիտեմ մեր պետական ծառայողների, բայց բազմաթիվ այդ միլիարդները, որ դուք նշում եք, որ ազդեցիկ հնչի եւ պոետիկ, ուրեմն այդ մարդկանց մեջ կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ձեզ են ձայն տվել, որոնք ձեր հարազատներն են, ինչպես գիտեք։ Եվ այդ մարդկանց ասել, որ դուք ցավ եւ ոնց ասեց պարոն Մանուկյանը, մեզ ցավ ու չգիտեմ ինչ են պատճառել, հետաքրքիր ձևակերպում էր արել, որ քաղաքացիներին ցավ ու տառապանք, թե ինչ են պատճառել, այդ այնքան էլ արդար չէ էլի այդ մարդկանց հանդեպ։ Ասել պարգևավճար ստացողները մեզ ցավ են պատճառել։ Կամ պարոն Մանուկյանը ինձ թվում է դեռ չի գիտակցում որտեղ է գտնվում, չի գիտակցում իր պաշտոնը, ինչքան ազդեցիկ է։ Կան այստեղ կանգնել ասել, որ մենք զիջել ենք Հայաստանի սուվերեն տարածքում, դրա համար էլ կան ադրբեջանական զորքեր, մենք զիջել ենք, որ կան ադրբեջանական զորքեր, սա խայտարակություն է, ժողովուրդ։ Այսինքն ասում եք, որ մենք ենք զիջել եւ Ադրբեջանը չի օկուպացրել մեր սուվերեն տարածքները, լուրջ։ Տենց եք դուք քաղաքականությամբ զբաղվում, թե դա է Հայաստանի շահը։ Դրա համար ճիշտ կլինի, որ ծաղիկից եւ այլ բաներից խոսեն։ Այդ նույն պատգամավորը ասում է մենք 3 պատերազմ ենք բերել, հա։ Ուրեմն հարգելի նոր հանրապետական ֆրակցիա, հատկապես պարոն Մանուկյան, հին հանրապետական ֆրակցիայի եւ կուսակցության ղեկավարը այս ամբիոնից 2018 թվականի ապրիլի 17-ին, որ դեռևս հեղափոխությունը չէր եղել եւ ինքը ընտրվում էր որպես վարչապետ, եկավ կանգնեց ասեց, որ բանակցային ուրեմն բանակցությունները փակուղում են, որևէ լավատեսություն չի ներշնչում բանակցությունները եւ պատերազմը անխուսափելի է։ Անոնց արեց պատերազմի։ Ձեր քաշած ականը, այո, տրակել է մեր ձեռքում։ Ձեր քաշած ականն է պատերազմի տեսքով տրակել մեր ժողովրդի եւ մեր ձեռքում։ Դրա համար պատերազմի ուրեմն պատճառների մասին գնացեք ձեր հարազատ ֆրակցիաներից հարցրեք։ Հետո պարոն ուրեմն Գևորգյանն էր ասում էր PR բան է, PR ակցիաներ եք անում, ոչ թե գործ։ Այսինքն ասում դպրոցները, ճանապարհները PR ակցիա են։ Ախր ձեզ չեն ընտրում, որովհետև այդ դպրոցներում սովորող մարդիկ, նրանց ծնողները, ուսուցիչները տեսնում են, որ դա PR ակցիա չէ, դա իրական է։